24-9 խնդրեմ։ Խոսենք ազգային ժողովում տեղի ունեցած վեճի մասին եւ Արսեն Թորոսյանը թեև ինքը եւս պատասխան այսպես հայհոյանքներ էր հնչեցրել, բայց իր Facebook-յան էջում խոսել էր քաղաքական վենդետայի մասին, ասել էր, որ հայհոյելը չի կարելի ոչ ազգային ժողովի ամբիոնից, ոչ դահլիճում եւ այլն։ Ինչ նկատի ունեք քաղաքական վենդետա ասելով նա, արդյոք կիսում եք այս տեսակետը դուք եւս եւ արդյոք կարծում եք, որ պետք է նաեւ քաղաքական վենդետա իրականացվի Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Ինչ նկատի ունի, երբ ասում եք քաղաքական վենդետա պետք է իրականացվի, արդյոք կիսում եք այս մոտեցումը։ Եվ արդյոք քաղաքական վենդետա պետք է իրականացվի նաև Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Նախ դե վենդետա բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում։ Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը ուրեմն նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Քաղաքականապես այդ մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտից վերանալու են։ Սա ի նկատի ունի իմ գործընկերը եւ ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի վերջի կտորին, դա մեկնաբանություն ուղղակի անիմաստ եմ համարում տալ, որովհետեւ հարցադրումը որևէ հիմնավորում բնության մեջ չի կարող ունենալ, որովհետեւ քաղաքական վենդետա եւ առասարակ վենդետա են իրականացնում մարդկանց, այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն եւ այդ մեղավորությունը ընդհանրապես անունները, որոնք դուք համեմատում եք, համեմատելու չի են մարդկանց հետ, ում մասին որ մենք խոսում ենք։ Մեր գործընկեր Արսեն Թորոսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է, վարչության անդամ է, ով մեզ հետ հավասարապես պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության համար, այն մարդկանց դեմ, ում մասին որ ինքը խոսել է, հետեւաբար խնդրում չխառնեք իրար մարդկանց անուններն ու վարքը ընդհանրապես։ Հիմա դուք քննադատեցիք Լևոն Քոչարյանի վարքը, արդյոք Արսեն Թորոսյանի հայհոյանքներին եւս պատրաստ եք քննադատությամբ հանդես գալ եւ գործողություններ հաջորդեն։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը հիմա համեմատում եք Արսեն Թորոսյանի ասացի հետ։ Նույնը չէր, Ժորժ ջան, նույնն էր ձեր համար։ Ես ուզում եմ հասկանամ ձեր համար դա նույնն էր, ինչ եք ասում։ Ինչ եք ասում։ Ես կրկնում եմ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք իր ողջ շնորհակալ եմ վերջանքով։ Եվ ներողություն, կանգնած լինելով իրենց խմբակցության կանանց թիկունքում տվել է սեռական բնույթի հայհոյանք ազգային ժողովում։ Հերթով հարգելի լրագրողներ, հերթով։ Փորձեք հիմա սլակները, եկել եք հիմա Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքից հետո, եկել եք այստեղ հիմա փորձում եք դրանից հետո հաջորդող մեկնաբանությունները բերել առաջի պլան։ Արսեն Թորոսյանի ասածն էլ պետք չի որ ազգային ժողովում հնչի։ Միգուցե իմ խիստ ելույթներն էլ պետք չեն որ հնչեն ազգային ժողովում, միգուցե մյուս գործընկերոջս խիստ քննադատությունն էլ պետք չի որ հնչի միգուցե սեռական բնույթի հայհոյանքը հնչեցրել Լևոն Քոչարյանը եւ դրան եղել է պատասխան։ Այս լեքսիկոնի առումով մի բան ասեմ, ընդհանրապես հայոց լեզուն շատ հետաքրքիր լեզու է, ասում են միայն հայոց լեզվում է, որ հարգելիս դիմելաձևը կարա անցալվի որպես վիրավորանք, այնպես որ նայած ով ինչ է ուզում տեսնի ամեն մեկի խոսքերի տակ։ Իհարկե ոչ մեկի համար ցանկալի չի առավել եւս մեզ համար, որպեսզի ազգային ժողովի նիստերը վերածվեն լեզվակռվի, մանավանդ այդ տիպի լեքսիկոնով, բայց ունենք այն ինչ ունենք, ու իմ կարծիքով շատ ավելի կարևոր է թե ինչով է զբաղված ընդհանրապես մեր ընդդիմությունը, զբաղված է հենց այս տիպի իրավիճակներ գեներացնելով։ Ես ամբիոնից էլ ասեցի, մինչև այդ քաշքշոցը տեղի ունենալ, ես մոտեցա Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին եւ իրենց ասացի, որ ձեր կողմից ակնհայտ նկատվում է, որ դուք սադրում եք իրավիճակը, ուզում եք ինչ-որ տեսարաններ լինեն ազգային ժողովում։ Ասացին ոչ, ասեցի ոնց ոչ, ինչ-որ բաներ է կատարում ձեր շարքերում, դուք հանգիստ նստած եք, ոչ մի բան չեք անում, գործողություններ արեք, կոչ արեք հանդարտության, ոչինչ չարեցին եւ վերջում արդեն դրանից հետո իրենց ասացի տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ։ Ու ընդհանրապես ընդդիմության հետ կապված այդ ինչից սկսեց այդ լարումը, երբ որ գլխավոր դատախազը հնչեցրեց թվեր ու ամբողջ խոսակցությունը, իմ կարծիքով հիմքերից մեկը դա էր։ Ես մի հատ էլ ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել։ Մեր ընդդիմության падգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում
միասին վերցած 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 միլիարդ դրամ աշխատավարձ։ Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չի, հարկատուները մեր ընդդիմությանը ինչի համար են վճարել այդքան գումար։ Ինչ ավելացված արժեք, ինչ օգտակար բան են արել, բացի նման իրավիճակներ հրահրելուց։ Եթե ես ուզում եի Այո, մերը հիմնավորված է, պարոն Կիրակոսյան։ Ես օրինակ օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների, շաբաթվա ընթացքում մի քանի ոլորտների ընկերությունների հարցերով զբաղվում եմ, հազարատ կարող է լավ կամ վատ, բայց աշխատում եմ, բայց որևէ առաջարկ, որը որ կբխի որևէ կոնկրետ ոլորտի կամ որևէ խավի շահերից տեսել եք, բացի են մի քանի պոպուլիստական առաջարկները, որ հնչում են, որ գիտեն, որ օրինակ դա անհնար է իրականացնել, չնայած դրա իրականացման ցանկությունը մեծ է։ Օրինակ ես նախորդ գումարման ազգային ժողովից կարող եմ հիշել բազում օրինակներ, երբ ընդդիմության հետ համատեղ կամ իրենց կողմից բազմաթիվ նախագծեր են ընդունվել, առաջարկներ են արվել։ Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը անգամ ամենադրական առաջարկները մերժում է միայն այն պատճառով, որ դրանք ներկայացնում են քաղաքացիական պայմանագրի կողմից կամ կառավարության կողմից։ Երեք օրինակ ռազմարտությունաբերական կոմիտեի մասին կարևոր նախագիծ էինք քննարկում, հետո պաշտպանությունից են, չէ՞ խոսում, պաշտպանունակությունից։ Մարդիկ մի մասը դե երևի քաղաքական նկատառումներով չեկավ նիստին մասնակցեց, մյուս մասն էլ կողմ չքվեարկեց, հետո ինչ որ բան հորինեցին, թե ինչի համար կողմ չեն քվեարկում այդ կարևոր նախագծը։ Ես նաև հավելեմ եւ կարծում եմ արդեն պետք է ամփոփենք, որպես խմբակցության քարտուղար, նաև մեր ժողովրդի համար, ձեր համար ես հստակ կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր յուրաքանչյուր պատգամավոր խմբակցության հստակ կարող է ցանկացած պահի իր աշխատանքի հաշվետվությունը ներկայացնել եւ ցույց տալ, թե ինչ է արել իր ողջ ուրեմն գործունեության ընթացքում այս տարիներին ազգային ժողովի պատգամավոր լինելով։ Այսօր էլ օրինակ ժամը 12-ին մենք այս դահլիճում ամբողջ խմբակցությունը ազգային ժողովի շենքում է լինելու, մենք աշխատում ենք, չնայած նիստեր չկան, ընդդիմությունը էլի չկա, նիստ կա չկա, իրանց հետաքրքիր չի եւ այս բրիֆինգն էլ 10-ին է եղել, շուտ ենք եկել, որ մենք կարողանանք մեր աշխատանքները կազմակերպենք, հասցնենք աշխատել։ Մենք աշխատում ենք եւ ուրեմն եւ այո, մեր քաղաքացիներին էլ ձեզ էլ այն մարդկանց հատկապես ովքեր գործուղել են ընդդիմության ազգային ժողով, կխնդրենք, որ հարցադրումներով հանդես գան, թե ինչ են արել այդ մարդիկ, որ հարկատուների այդքան փող են ստացել ու հələ մի հատ էլ գալիս են այլոց են փորձում մեղադրել այս կամ այն ուրեմն կոռուպցիոն գործարքների եւ չաշխատելու մեջ։ Շնորհակալ եմ ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, Վերջինը շատ կարճ Լիլիթ ջան։ Շատ կարճ։ Արսեն Թորոսյանը դուք ասեցիք խոսել եք քաղաքական վենդետաների մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ վենդետաներ չեն լինելու։ Այս հակասությունը ո՞նց հասկանանք։ Հակասություն չկա ընդհանրապես։ Այո, վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։